Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ԵԽԽՎ նիստում անդրադարձել է Հայաստանում կայանալիք ընտրություններին եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանային զարգացումներին։ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի հարցին ի պատասխան Ալեն Բերսեն շեշտել է Հարավային Կովկասն ունի իրական հնարավորություն եւ պատասխանատվություն շարժվելու երկարատև խաղաղության եւ կայունության ուղղությամբ։ Ալեն Բերսեի խոսքով հարաբերությունները կարգավորելու Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերը կարեւոր են ոչ միայն երկու երկրի, այլև ավելի լայն տարածաշրջանի կայունության համար։ Հայաստանում շատ շուտով ընտրություններ են լինելու, կարծում եմ սա կարևոր պահ է ժողովրդավարական հասարակության համար։ Կարևոր են նաև հումանիտար հարցերը, այդ թվում պատերազմի համատեքստում։ Հուսով ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաջորդիվ կլինեն դրական քայլեր, այդ թվում պահվող անձանց հարցով։ Այս հարցն ակնհայտորեն ազդեցություն ունի Հայաստանում քաղաքական քննարկումների վրա։ Նաև մենք կենտրոնացած ենք, թե ինչ կարող ենք անել նպաստելու ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը բոլոր երկրներում։ Կտեսնենք ինչ տեղի կունենա Հայաստանում, սակայն այս համատեքստում ուզում եմ նշել, որ գրեթե ամենուր տեսնում ենք մանիպուլյացիայի, միջամտությունների եւ ապատեղեկատվության ռիսկեր, եւ սա վերաբերում է բոլոր երկրներին։ Բերսեի խոսքով այս ամենը հաշվի առնելով աշխատում են ապատեղեկատվության եւ միջամտության վերաբերյալ հնարավոր շրջանակային կոնվենցիայի վրա։ Պետք է միասին մշակենք գործիքակազմ հասկանալու ինչ կարող են անել կառավարությունները ժողովրդավարությունը պաշտպանելու համար։ Սա կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար, հավելել է եվրոպացի պաշտոնյան։ ԱՄՆ նախագահը երկարաձգել է Իրանի հետ հրադադարը, որը լրանում էր այսօր։ Ես Պակիստանի խնդրանքով կերկարաձգեմ հրադադարը, մինչև Իրանն առաջարկ ներկայացնի եւ բանակցություններն այս կամ այն կերպ ավարտվեն, գրել է Դոնալդ Թրամփը Truth Social-ի էջում։ Միաժամանակ Սպիտակ տան ղեկավարը խոստացել է շարունակել իրանական նավահանգիստների շրջափակումը։ Նրա խոսքով Թեհրանը խնդրում է իրեն բացել Հորմուզի նեղուցը, սակայն դա տեղի չի ունենա, մինչև գործարք չկնքվի։ Թրամփը հավելել է, որ ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են արձագանքելու իրանական կողմի հնարավոր գործողություններին։ Այսօր Պակիստանում նախատեսված էր Վաշինգտոն-Թեհրան բանակցությունների հերթական փուլը, սակայն իրանական կողմը հրաժարվել է մասնակցությունից։ Ըստ իրանական մամուլի, երկրի իշխանությունը Միացյալ Նահանգների հետ շփումները համարում է ժամանակի վատնում։ ԻՌՆԱ-ի փոխանցմամբ Իսլամական Հանրապետությունն այս որոշումը կայացրել է Հորմուզի նեղուցի շրջափակման եւ ԱՄՆ չափազանց ու անիրատեսական պահանջների պատճառով։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նախազգուշացրել է բարձր պատրաստականության ռեժիմում են եւ անհրաժեշտության դեպքում կշարունակեն ռազմական գործողությունները։ Արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել է, որ Իրանի նավահանգիստների շրջափակումը պատերազմական ակտ է ու այդպիսով արդեն հրադադարի խախտում է։ Ապրիլի 23-ին նախատեսված է Իսրայել-Լիբանան բանակցությունների երկրորդ փուլը, որը տեղի կունենա Վաշինգտոնում երկու երկրի դեսպանների մակարդակով։ Հանդիպմանը կմասնակցի նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Օրակարգում են Իսրայելի եւ Լիբանանի միջև հարաբերությունների հնարավոր բարելավումը եւ Հեզբոլլահի զինաթափումը։ Ավելի վաղ Լիբանանում հրադադար էր հայտարարվել, սակայն վերջին ժամերին Ցահալը եւ Հեզբոլլահը կրկին հայտնել են փոխադարձ հարվածների մասին։ Լիբանանյան շարժումը մեղադրել է հրեական պետության ուժերին հրադադարը խախտելու համար, հայտնելով, որ վերջին օրերին արձանագրել են նման արդեն 200 դեպք։ Զլմների տվյալով Լիբանանի բնակիչները լքում են երկրի հարավը եւ հեռանում դեպի հյուսիս, մասնավորապես Բեյրութ։ Մարտի 2-ից ի վեր Լիբանանում զոհերի թիվն արդեն հատում է 2400-ը։ Այս ֆոնին Էմանուել Մակրոնը Փարիզում ընդունել է Լիբանանի վարչապետին։ Ֆրանսիայի նախագահն ընդգծել է հրադադարին հետևելու կարևորությունը։ Նա աջակցություն է հայտնել Լիբանանի տարածքային ամբողջականությանը եւ այն պաշտպանելու իշխանությունների ջանքերին։ Մակրոնի համոզմամբ Լիբանանում խաղաղության հասնելու համար հարկավոր է, որ Իսրայելի ուժերը դուրս բերվեն երկրի տարածքից, իսկ Հեզբոլլահը զինաթափվի։ Ուկրաինան ավարտել է Դրուժբա խողովակաշարի վերանորոգման աշխատանքները, հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին, հավելել, այն կարող է վերագործարկվել։ Թեև այժմ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ռուսական հարվածները նավթամուղի ենթակառուցվածքներին չեն կրկնվի, մեր մասնագետները պայմաններ են ապահովել խողովակաշարի համակարգի եւ սարքավորումների աշխատանքի վերսկսման համար, մանրամասնել է Ուկրաինայի նախագահը։ Նրա կարծիքով Դրուժբայի վերագործարկումը նպաստել է, որ եվրոպական որոշ երկրներ հավանություն տան Ուկրաինայի համար աջակցության փաթեթի, ապա արգելափակմանը։ Ավելի վաղ Եվրամիությունն Ուկրաինային ֆինանսական եւ տեխնիկական աջակցություններ առաջարկել Դրուժբայով Հունգարիա եւ Սլովակիա ռուսական նավթի մատակարարումները վերականգնելու համար։ Կիևը համաձայնել էր, Վոլոդիմիր Զելենսկին կրկնել էր, որ նավթամուղը վնասվել է ռուսական հարվածներից։ Հունգարիայի եւ Սլովակիայի ղեկավարները սակայն Դրուժբայով տարանցման սահմանափակումը համարել էին Կիևում քաղաքական դրդապատճառներով պայմանավորված որոշում, այլ ոչ ռուսական հարվածների հետևանք։ Դիանա Գասպարյան, լուրեր։